Այսօր մի հատ հիասքանչ հետաքրքիր խոսք կա, որ ուզում ձեր հետ կիսվեմ։ Աստված սրտիս մեջ դրել է, որ սա մասին խոսամ քո համար։ Գիտես ինչ, խնդրեմ ուղղակի հայացքդ Հիսուսի վրա պահես։ Ամեն։ Եթե եկել ես այստեղ ինչ, եթե կամ գալիս ես ծառայության ինչ-որ բան քարոզիչից վերցնելու, դու դատարկ գնալու ես տուն։ Դու արի այստեղ Հիսուսից ինչ-որ բան վերցնելու։ Ամեն։ Որտեվ նա է կյանքի իշխանը, նա է իրավիճակների տերը, նա է ամեն ինչի պատասխան տվողը։ Ամեն։ Համար իրոք այսօր հայացքդ ուղիղ Հիսուսի վրա պահ, սիրտդ բացի, այսօր կարող է քո համար յուրահատուկ օր լինի։ Ես հավատում եմ, որ այսօր Հիսուսը հպվելու է մեզ, որովհետև նա կենդանի է, նա խոսացել է ու նա հպվելու է։ Նույնիսկ ասեմ, ծառայությունից առաջ աղոթքի ժամանակ մի հատ շատ հետաքրքիր բան եղավ, մեր Լիանան սկսեց մարգարյանալ ու հռչակել, որ Հիսուսը կենդանի է։ Նա չգիտեր, որ ես ինչ պետք է խոսամ, բայց նա կենդանի է սիրելիս։ Ամեն։ Հալելույա։ Ուղղակի միայն ու միայն նորից եմ ուզում կրկնվեմ Հիսուսի վրա հայացքդ պահի։ Նրանից վերցը այն, ինչ որ դու սպասում ես։ Նա պատրաստ է քեզ տալու։ Ամեն։ Իսկ դու պատրաստ ես վեկալելու։ Աստված միշտ պատրաստ է մեր համար հրաշք կայացնելու։ Բայց ես ու դու արդյոք պատրաստ ենք այդ հրաշքը վեկալելու։ Ինչպես բոլորը լավ գիտեք, չէ՞ Աբրահամի եկե Սառայի պատմությունը, ասում է Աստված Սառային զորություն տվեց, որ հրաշքը ընդունի։ Հիմա իմ աղոթն է այսօր, որ մեզ Աստված զորացնի, որ մենք կարողանանք մեր հրաշքը ընդունենք։ Ամեն։ Իրոք Փառք Աստծուն։ Միասին կընթերցենք այսօր մի քանի աստվածաշան տեղեր, որպեսզի բոլորիս մոտ էլ հավատքը բարձրանա, որ կարողանանք, խնդրենք, ասենք Հիսուս ջան, ուղղակի ես խնդրում եմ, հպվիր ինձ։ Պետք չէ այստեղ ինչ-որ մի ճարտարախոսական խոսքեր կամ ես իմ ինչ ընթերցումներ, հասարակ բան, Հիսուս ջան, խնդրում եմ քեզ հպվի ինձ։ Ես քո կարիքն ունեմ։ Ամեն։ Ես Հիսուսի կարիքն ունեմ։ Ես այսօր խնդրել եմ, որ նա ինձ հպվի։ Կարծեմ բոլորս էլ Հիսուսի կարիքն ունենք։ Կա մի բնագավառ մեր կյանքում, որ պատասխան չի կարող աշխարհը տա։ Բայց ես հաստատ համոզված եմ, որ Աստծո մոտ, Հիսուսի մոտ միշտ կա պատասխան։ Ամեն։ Ինչպես Եբրայեցիս 13:8-ում այստեղը շատ եմ կարդալու այսօր։ Ասում է Հիսուսը նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Ամեն։ Նա նույնն է սիրելիս։ Եթե 2026 տարի առաջ մեռելները հարություն էին առում, այսօր է պետք է հարություն առեն։ Եթե կույրերը տեսնում են, այսօր է պետք է տեսնեն։ Եթե կաղերը քայլում են, այսօր պետք է քայլեն։ Ամեն։ Նա նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան։ Հալելույա։ Ամենակարևորը նա է, որ Աստված հիմա մեզ զորացնի, որ մենք կարողանանք գերբնական մեր հրաշքը վերցնենք այսօր։ Ամեն։ Հալելույա։ Աստվածաշունչը ամեն ժամանակ սովորացնում է մեզ, որ Աստված ամենակարող է։ Ամեն։ Ես այսօրվա խոսքն էլ այդպես է ես վերնագրել եմ։ Աստված ամեն բան կարող է։ Աստված կարող է ամեն բան։ Ամեն բան, քո մտածած, չմտածած, ինչ որ մտածում ես, ենթադրում ես, ամեն բան Աստված կարող է անել։ Ուղղակի մենք շատ ժամանակ քրիստոնյաները Աստծուն սահմանափակում են։ Հենց ասած տնական լեզվով խոս։ Դնում ենք ռամկայի մեջ, ասում եք, ասում եք Աստված ջան գործի։ Չէ, պետք չէ Աստծուն սահմանափակվել։ Դու պետք է համոզված լինես այն Աստծուն, որ դու հավատում ես, նա ամենակարողն է։ Այն Աստծուն, որ ես ու դու հավատում ենք, նա ամենակարող Աստվածն է։ Ամեն։ Եվ Աստված ոչ մի բան չի խնայի իր զավակի համար ինչ-որ բան անելու։ Բայց ամենակարևորը գիտես որն է, ամենակարևորը Աստծո նպատակը նա է,
որ ես ու դու փրկված լինենք։ Աստծո ամենակարևոր նպատակը նա է, որ մարդը փրկված լինի, հոգին փրկության մեջ լինի։ Աստծո նպատակը նա չի, որ կաղը քայլի։ Ամեն։ Աստծո խոսքը գիտեք, չի ասում ավելի լավ է կաղ գնամ երկինք, չէ՞։ Քան թե երկու ոտով գնանք դժոխք։ Ամեն։ Հալելույա։ Երեմիա 32-րդ գլուխ 17-րդ խոսք։ Օ Տեր Աստված, քո մեծ զորությամբ եւ քո մեկնած բազուկով դու ստեղծել ես երկինքն ու երկիրը։ Քեզ համար ոչ մի բան դժվար չի։ Աստծո համար ոչ մի բան դժվար չի սելից։ Նաեւ 27-րդ խոսքը նույն գլխի, նայեք ինչ է ասում։ Ահա ես եմ Տերը ամեն մարմնի Աստվածը։ Միթե ինձ համար որևէ բան դժվար բան կա։ Ամեն։ Մեր մարմնի Աստվածը Աստերն է։ Մեր կյանքի իշխանը Հիսուսն է, չէ՞։ Եթե ես իմ կյանքը տվել եմ Հիսուսին, ասել եմ տարի դարի իմ կյանքի Տերը, ես այս կյանքի Տերը չեմ։ Հիսուսն է այս կյանքի Տերը։ Եթե ես այս կյանքի Տերը լինեի, ես այդտեղ կանգնած չէի լինի։ Ֆիզիկապես մահացած կլինեի։ Բայց ես այդտեղ կանգնած եմ, որովհետև Հիսուսն է իմ կյանքի Տերը։ Որովհետև նրա շնորհքն ու ողորմությունն է, որ ես հիմա շնչում եւ արտաշնչում եմ։ Ու փառք Հիսուսին, ամեն, հալելույա։ Աստծո համար ոչ մի բան դժվար չի, միայն պետք է հավատանք։ Հավատանք, որպեսզի ինչ անենք, որպեսզի դա ունենանք։ Պետք է հավատաս, որ կարողանաս վերցնես։ Ամեն, հալելույա։ Մարկոսի 5-րդ գլուխ, այսօր մենք լինելու ենք կարելի ասել Մարկոսի 5-րդ գլխի մեջ։ Այստեղ մի քանի օրինակներ կա, որ ընթերցելու եմ, որպեսզի ես ու դու հավատանք ու տեսնենք, որ գիտեք, չի Աստծո խոսքը սա միակ ճշմարտությունն է, Աստծո խոսքը։ Մի քանի պատմություններ կա այստեղ, ես ընթերցել եմ, որպեսզի ես ու դու համոզված լինենք, որ Հիսուսի մոտ անհնարին բան չկա։ Մարկոսի 5-րդ գլուխ։ Այստեղ պատմությունը սկսում է այսպես, առաջի խոսքից եկան լճի մյուս կողմը գերգեսացիների երկիրը։ Եվ Հիսուսը դուրս եկավ նավից, գերեզմանից պիղծ ոգով բռնված մի մարդ նրա դեմը ելավ։ Ամեն։ Ուղղակի այս պատմությունները կարդալ ենք, նորից եմ կրկնում, որպեսզի հասկանանք ես ու դու, որ Հիսուսի համար անհնարին բան չկա։ Ամեն մի անհնարինը քո կյանքի մեջ Հիսուսը կսարքի հնարավոր։ Ամեն։ Եթե մարդու համար հնարավոր չի, բայց Հիսուսի համար դա հնարավոր է։ Հալելույա։ Կարող է գիտեք ինչպես, այս աշխարհի համակարգային ինչ-որ մի բան, ինչ-որ մի համակարգ, քո կյանքի այդ իրավիճակի վրա վերջակետ է դրել, ես դա Աստծո ստացել եմ տարիներ առաջ, ուզում եմ դա միշտ ասում եմ իմ խոսքն է եղել, ու վերջակետ է դրել։ Ու դու ոչ հույս ունես, ոչ հավատ ունես, ու վերջացել է արդեն։ Բայց սիրելիս, Հիսուսը կարող է այդ վերջակետը ստորակետ սարքի։ Ամեն։ Հիսուսը կարող է այդ վերջակետը սարքի ստորակետ եւ նոր սկսի ամեն բան։ Ամեն։ Հալելույա։ Մարկոսի 10-րդ գլուխը գնանք։ 27-րդ խոսք։ Հիսուսը նրան նայեց եւ ասաց. մարդկանց համար դա անհնար է, բայց ոչ Աստծո համար։ Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Ամեն։ Աստծո համար ամեն ինչ հնարավոր է։ Հալելույա։ Որտեւ գիտեք, Աստված է ղեկավարում սիրելիս երկրագունդը, բնությունը, ամեն ինչ։ Ամեն։ Եվ Աստծո համար ամեն բան հնարավոր է։ Հարցը նրանում չի Աստված կարա թե չի կարա։ Հարցը նրանում է դա արդյոք Աստծո կամքի մեջ է թե ոչ։
Աստված հաստատ կարա։ Հալելույա։ Աստված հաստատ կարա։ Գնանք Մարկոսի 5-րդ գլուխ, շարունակեմ կարդալ այդ չարը հոգիով բռնած մարդու մասին։ Ասում է, եւ Հիսուսը նավից դուրս եկավ գերեզմանից պիղծ հոգով բռնված մի մարդ, նրա դեմը ելավ, նա բնակվում էր գերեզմանոցում։ Նրա ոչ ոք նույնիսկ շղթաներով չէր կարողանում կապել։ Շատ անգամ էին նրան ոտնակապերով ու շղթաներով կապել, բայց նա շղթաները կոտրել էր, ոտնակապերը փշրել, ոչ ոք չէր կարողանում նրան զսպել, եւ գիշեր ու ցերեկ շարունակ նա գերեզմանոցում էր եւ սարերում աղաղակում էր, ինքը իրեն քարերով ծեծում։ Ամեն։ Բայց նայեք 6-րդ խոսքը։ Սակայն երբ Հերվից Հիսուսին տեսավ, վազեց, երկրպագեց նրան եւ բարձրաձայն աղաղակելով ասեց. Ինձ հետ ինչ ունես Հիսուս, բարձրյալ Աստծո որդի։ Այսինքն ինչ է դառնում, այս մարդը, որ ոգով բռնված էր, չար ոգիներով բռնված էր, իրաց քաղաքի համար խնդրեմ էր դառել։ Ասում է ոչ մեկ նույնիսկ չէր կարողանում շղթաներով կապել։ Իրաց քաղաքի համար ինքը խնդրեմ էր։ Եվ ոչ մեկ չէր կարող այդ խնդրեմը լուծել։ Այս խնդրեմը լուծում չունի։ Մենք կապում ենք ինքը քանդումը։ Չէ՞, բայց Հիսուսը ասում է, Հիսուսը եկավ ու նա վազեց, չոքեց նրա դիմաց ու սկսեց երկրպագել։ Հիսուսի մոտ կա ամեն խնդրեմի պատասխան։ Ամեն, Հիսուսի մոտ կա ամեն խնդրեմի պատասխան։ Հալելույա։ Հալելույա։ Նայա ամեն պատասխանը քո կյանքի մեջ։ Ես ու դու սպասում ենք, չգիտենք ումից, բայց իմ խնդրանքն է իմ ու քեզ սպասենք Հիսուսից, չէ՞։ Ինչպես Դավիթն ասում է, չգիտեմ իմ օրհնությունը որտեղից է գալի, այս սարից է գալի, թե այս սարից է գալի, չէ՞, քո օրհնությունը երկնքից է գալի։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Նա ամեն խնդրեմ կարող է սարքել եւ պատասխանել։ Մենակ պետք է հավատանք։ Ամեն։ Ես ու դու պետք է հավատանք, որ Աստված իր փառքը ցույց տա մեր կյանքում։ Հալելույա։ Միայն հավատա եւ Աստծո փառքը կերևա։ Միայն հավատա սիրելիս։ Կարդանք հաջորդ պատմությունը նույն գլխի մեջ Մարկոսի 5-րդ գլուխ 21-րդ խոսքից։ Երբ Հիսուսը նավով դարձյալ լճի մյուս կողմը անցավ, նրա շուրջը շատ ժողովուրդ հավաքվեց եւ այն լճի ափին էր։ Եվ ահա եկավ ժողովրդապետներից մեկը անունը Հայրոս։ Երբ Հիսուսին տեսավ, նրա ոտքերի առաջ ընկավ, նրան շատ էր աղաչում եւ ասում. «Աղջիկս մահամերձ է։ Արի ձեռքդ վրան դիր, որպեսզի բժշկի եւ ապրի»։ Եվ Հիսուսը գնաց նրա հետ։ Մենք ասում ենք եկավ մյուս կողմը եւ Հայրոսը եկավ ժողովրդապետ։ Ռուսերեն թարգմանության մեջ գրած է «Один из начальников синагоги», այսինքն ինքը ծառայում էր Աստծո տան մեջ, չէ՞։ Այսինքն եթե նա ծառայում է, ես այսպես եմ կարծում, եթե նա ծառայում էր Աստծո տան մեջ, ինքը ուրեմն Տորան շատ լավ գիտեր։ Այդ Աստծո խոսքը, չէ՞։ Այսինքն նա փորձել էր իր կրոնական ձևերով բոլոր միջոցները, որ իր աղջկան բժշկի։ Բայց չստացվեց։ Ինչ եմ ուզում բերեմ, որ ամեն բան Հիսուսի մոտ պատասխան կա։ Նա հասկացել է, որ միայն պատասխանը Հիսուսի մոտ է։ Ինքը որպես ժողովրդապետ նույնիսկ վազեց Հիսուսի մոտ, ասեց միայն պատասխանը քո մոտ է։ Ես ոչ մի բան չեմ ուզում։ Ուղղակի արի ձեռքը դիր վրեն, ու նա կլինի բժշկված։ Ամեն։ Եկեք աղոթենք եւ խնդրենք Հիսուսին, որ գա ու ուղղակի ձեռքը դնի մեր վրա։ Ու ես ու դու կլինենք ազատված ու բժշկված։ Հալելույա։ Հալելույա։ Որտեւ նրա մոտ է կյանքը, սիրելիս։ Նա կյանքի իշխանն է։ Հալելույա։ Որտեւ նա ինչը նա կենթանի է, ամեն։ Նա նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Հալելույա։ Մատթեոսի 8-րդ գլուխ 2-րդ խոսք։ Հալելույա։ Ահա մոտեցավ մի բորոտ, երկրպագեց նրան եւ ասաց. Տեր, եթե կամենաս,
կարող եմ ես մաքրվել։ Ամեն։ Եվ Հիսուսը ձեռքը մեկնելով դիպավ նրան եւ ասեց. «Կամենում եմ, մաքրվի», եւ բոլորը մաքրվեց։ Համար ասեմ, հայացքդ Հիսուսի վրա պայի։ Երկրպագենք եւ կխնդրենք։ Կարճ խնդրանք ուղակի Հիսուս ջան քեզ։ Արի ձեռքը դիր վրես, ու ես մաքուր կլնեմ։ Ու ես բժշկված կլնեմ։ Հալելույա։ Շարունակենք հաջորդ պատմությունը Մարկոսի 5-րդ գլխի մեջ։ Մարկոսի 5-րդ գլուխ 25-րդ խոսք։ Մի կին կար, որը 12 տարի շարունակ արունահոսություն ուներ։ Նա բազում բժիշկների կողմից շատ էր չարչարվել, իր ամբողջ ունեցվածքը վատնել եւ ոչ մի օգուտ չէր ստացել, ընդհակառակը ավելի էր վատացել։ Կարող է չէ՞ մեր մեջ կան տես մարդիկ, որ շատ բժիշկների մոտ են եղել, բայց անօգուտ։ Եվ Հիսուսի մասին լսեց, ամբողջի միջով նրա հետևից կողմը եկավ եւ նրա հագուստին դիպավ, որովհետեւ ասում էր, եթե միայն նրա հագուստին դիպչեմ, կբժշկվեմ։ Նրա արյունահոսությունը անմիջապես դադարեց եւ իր մարմնի մեջ զգաց, որ իրեն տանջող հիվանդությունից բժշկվեց։ Հալելույա։ Ամեն։ Նայեք, այս կինը, որը արյունահոսում էր, նա լավ գիտեր, որ ինքը ամբողջի մեջ իրավունք չունի մտնելու։ Որտեւ եթե ինչ-որ մեկ իմանար, պետք է նրան հանեն դուրս եւ քարկոծեն, սպանեն։ Նա մահանար։ Նա լավ գիտեր, բայց նա ասաց. «Ես ինքը համարձակություն վերցրեց ինքը իր վրա։ Ես պետքա գնամ, նույնիսկ եթե իր հանդերձին կպնեմ, ես բժշկվելու եմ»։ Ամեն։ Իսկ մենք ինչ ենք ուզում տենանք, որ նա կենթանի գա, գրկի ասի, գիտես ինչ կա, Գագոտ ջան, հենց հիմա ես քո համար աղոթել եմ, որ դու բժշկվես, չէ։ Ես պետք է հավատամ, այսօր եթե ես գնամ նույնիսկ կարողանամ իր հանդերձին կպնեմ, ես բժշկված եմ մնալ։ Ես պետք է հավատամ դրան։ Ամեն։ Այդ հավատքի արդյունքն էր, որ այդ կինը բժշկվեց։ Հալելույա։ Հալելույա։ Իսկ դու գիտես արդյոք քո ապագայը միջա քեզ սպասում, բայց քեզ ասեմ Հիսուսը գիտի։ Ամեն։ Եվ մեկ հույսը պետք է Հիսուսը լինի։ Կապ չունի ինչա աշխարհի համակարգը քեզ ասես սիրելիս, նորից եմ ուզում կրկնվեմ։ Կապ չունի ինչա ասե աշխարհի համակարգը քեզ։ Անցնենք եթե բժշկության տեսակետից վեկալենք, կապ չունի բժիշկը քեզ ինչ ասե։ Կապ ունի Հիսուսը քեզ ինչ ասե։ Եթե դու Հիսուսին Տեր ես դավանել, այս մարմինը Հիսուսին է պատկանում, նա է ասողը քեզ։ Ամեն։ Ես կարամ դա վստահորեն կարամ քեզ հասեմ այստեղից կանգնած, որովհետև ես դա անցել եմ մի քանի անգամ։ Շատ են ին վրա խաչ դրել բժշկական համակարգը, նույնիսկ զարգացած է, չէ՞, հոլանդիական բժշկությունը։ Ասել են գնա տուն մեռի։ Բայց Հիսուսը գնացել է գնա տուն ու ապրի։ Ամեն։ Իրոք, տարին առաջ մի հատ շատ ծանր փորձության մեջ էինք, 17 թվականներ, լավ եմ հիշում, գիտեք, որտեվ ես ունեմ 17 թվականի ծննդական գրած Նայմեխեն քաղաքում։ Ես ունեմ մի հատ Երևանում ծնված ծննդական, մի հատ ունեմ Հոլանդիայում ծնված ծննդական։ Որ գիտեք, բժշկությունը խաչ է դնում վրա հետ։ Եվ Աստվածը տեղախոսած ասես, գիտես ինչ կա այդ վերջակետը, ես քեզ ստորակետ եմ սարքելու։ Ամեն, արդեն 9 տարի է անցել եւ ես հավատում եմ շատ երկար է դա լինելու, որտեվ Հիսուսը կենթանի է։ Ամեն։ Իրոք, ես այդ ժամանակ, այդ գիշեր, մի գիշերը ես մավան հոգու հետ կռիվ էի տալի։ Մավան հոգին եկել էր տաներ ինձ։ Գիտեք ոնց է, մավան հոգին դա չի, որ շատ ֆիլմ նկարած ասեն սև խալաթով ինչ-որ մեկը գերանդիով գալիս է։ Չէ, հիմնականում մարդիկ մավան հոգով խոսում ես, դա է պատկերացնում, որտեվ դա են պատկերացել, ցույց տալիս։ Բայց գիտես ինչ կա, այնտեղ Հիսուսը կենթանի էր։ Հիսուսը կենթանի եւ ասես այդ վերջակետը ես ստորակետ եմ սարքում Գագո, գնա ու ապրի։ Ու ամենակարևորը գիտեք ինչն է, կան այստեղ մարդիկ, որի մեջ անցել են այդ ճանապարհը, հիշում են երևի,
ամենակարևորն է այս մեկը, որ ես միջև հիմա գնահատում եմ, որ դա Աստծո փառքի համար է, այստեղ ուղղակի բացակայ այդ եղբայրը այսօր։ Այդ եղբայրը չոքած գիտեք ինչ էր աղոթում։ Եվ ամեն օր ինքի հետ էր ու չոքած աղոթում էր, ասում էր Աստված ջան, եթե գագոյն վեկալու ես ինձ վեկալ։ Այստեղ խոսում է Հովհաննեսը, որ պատմում է անկեղծ եղբայրասիրության մասին, դա էր։ Դա նա չի, որ կիրակի օր ես քո դեմքին ժպտում եմ 99% հոլանդական ժպիտով, ոչ աստվածային, ոչ անկեղծ։ Այդ դա էր, և իսկ իմ կարծիքով Աստված այդ ողորմությունը արեց, որտև Աստված նրան չէր ուզում վեկալել։ Ամեն, ես դա ինչի համար եմ ուզում պատմեմ սիրելիս, որ Աստծու մոտ ամեն բան հնարավոր է, ամեն բան հնարավոր է, անհնարին ոչ մի բան չկա, իրոք անհնարին ոչ մի բան չկա, ուղղակի պետք է հավատաս, ուղիղ այսենց, ուղիղ նայես Հիսուսին, ասես ես ոչ մի բան չեմ ուզում, մենակ հպվես ինձ։ Պետք չի ինչ-որ փիլիսոփայական կամ ճարտար խոսքերով ես իմ ինչ նախադասում, կարճ, հասարակ։ Հիսուս ջան, ես քո կարիքն ունեմ, ուղղակի խնդրում եմ հպվես ինձ։ Ամեն։ Նրա մեջ ամբողջ զորությունը։ Նա քո կյանքի իշխանն է։ Հալելույա։ Հոբի 42-րդ գլուխ 2-րդ խոսք։ Հալելույա։ Միջև կկարդամ կխնդրեմ փառաբանության թիմը գա, ես շատ շուտ կվերջացնել եմ, որտեղ ուշ էլ սկսել ենք։ Ամեն եկեք փառաբանության թիմը մեկ երկրպագելու ենք այսօր եւ խնդրելու ենք Հիսուսին, որ նա մեզ հպվի։ Հոբ 42:2 Եվ շատերդ եք կարդաց այս գիրքը։ Գիտեմ, որ ամեն բան կարող ես անել ու քո մտադրությունը չի կարելի շեղել։ Ամեն։ Չգիտեմ դու ինչպիսի իրավիճակում ես կամ ես ինչպիսի իրավիճակում եմ, ես լավ գիտեմ ես ինչպիսի իրավիճակում եմ։ Կապ չունի, չէ՞, մենք եթե չենք կարող մենք այս հոբի հետ համեմատվենք, եկեք ճիշտ լինենք եւ անկեղծ։ Եթե հոբի գիրքը կարդում ես իր անցած ճանապարհը կարդում ես, բայց սիրես վերջում տեսնում ես, որ հոբը կրկնակի օրհնվեց։ Ամեն, հոբը սկզբում ինչ էր ասում, Տերը տվեց, Տերն էլ տարավ, բայց վերջում նա կրկնակի օրհնվեց։ Ամեն, հալելույա, հալելույա, Տերն է քո զորությունը, սիրելիս, և քեզ ոչինչ չի լինի, եթե մնաս Հիսուսի հետ։ Ամեն, եթե որոշում կայացնես, որ Հիսուսի համար ես ապրում։ Ամեն, քո մոտ իմ մոտ պետք է հայտնություն, քրիստոնյայի մոտ պետք է հայտնություն է, որ Հիսուսն է Քրիստոսը։ Արդյոք քո կյանքում Հիսուսն է Քրիստոսը։ Ամեն, հալելույա։ Սաղմոս 118-14 խոսք։ Տերն է իմ զորությունը և իմ սաղմոսն է և իմ փրկությունը եղավ, նա փրկություն եղավ ինձ համար, հալելույա։ Տերն է իմ փրկությունը, սիրելիս, Տերն է քո փրկությունը։ Այս աշխարհից փրկություն չկա։ Ամեն։ Եվ նաև 17-րդ խոսքը։ Եվ կարդում եմ այս խոսքերը և հռչակում եմ քո կյանքերի վրա։ Ես չեմ մեռնելու, պիտի ապրեմ և պիտի պատմեմ Տիրոջ գործերի մասին։ Հալելույա։ Եթե նույնիսկ աշխարհը, եթե նույնիսկ շատերը ցանկանում են, բայց Տերը ասում եմ կյանքի մեջ ես չեմ մեռնելու և պիտի ապրեմ և պիտի պատմեմ Տիրոջ գործերի մասին։ Ամեն։ Հալելույա։ Ես ուզում եմ վերադառնանք նորից Մարկոսի 5-րդ գլուխ։ Այդ 3 պատմությունները, որ մենք նոր կարդացինք, որ Հիսուսի մոտ պատասխան կար։ Մարկոսի 5-րդ գլուխ 32-35-րդ խոսք։
Նա դեռ խոսում էր ժողովրդապետի տնից եկան ասացին աղջիկդ մեռավ, ինչու ես վարդապետին նեղություն տալիս։ Պատկերացնում եք հիմա Հայրոսի իրավիճակը, իր այդ ապրումը, մի թեթև եկեք պատկերացնենք էլի։ Հիսուսը հենց այդ խոսքերը լսեց ժողովրդապետին ասաց. մի վախենա, այլ միայն հավատա։ Ամեն, մի վախենա, այլ միայն հավատա։ Եվ ոչ ոք թույլ չտվեց, որ իր հետ գնա եւ Պետրոսին եւ Հակոբոսին եւ Հակոբոսի եղբորից Հովանեսից վերցեց եւ մտան այնտեղ եւ ինչ ասեց այդ աղջկան, վեր կաց, չէ՞, ձեռից բռնեց, ասեց վեր կաց, տալիթա կումի, որ նշանակում ասում վեր կաց աղջիկ ջան։ Ամեն։ Ես ուզում այսօր աղոթք անենք, որ Աստված գա եւ քեզ ասի վեր կաց։ Քո այդ իրավիճակից վեր կաց։ Եվ փչի իր կենթանության հոգին, որ մենք ապրենք։ Ամեն։ Հալելույա։ Ես ուզում եմ նայենք, հիշենք այս 3 պատմությունները, նայեք կարդացինք, չէ՞, Մարկոսի 5-րդ գլխում։ Այդ կինը 12 տարի տառապում էր արյունահոսությամբ։ Իսկ այս աղջիկը, որ մահացավ, Հայրոսի աղջիկը, այսինքն Հայրոսը 12 տարի վայելել էր իր աղջկան։ Բայց վերջում երկուսի մոտ է պատասխան չկար։ Երկուսն էլ հասկացան, որ միայն պատասխանը Հիսուսի մոտ է։ Եվ երկուսն էլ վազեցին Հիսուսի մոտ։ Ամեն։ Հալելույա։ Իրոք, այս 3 պատմությունները, որ մենք կարդացինք Մարկոսի ավետարանի 5-րդ գլխում, նայեք, առաջի պատմությունը այդ չար ոգիներով լցված մարդը պրոբլեմ էր իր քաղաքի մեջ եւ այդ պրոբլեմը պատասխան չուներ։ Ամեն, այդ պրոբլեմը պատասխան չուներ։ Բայց Հիսուսը եկավ այդ պրոբլեմի պատասխանը տվեց։ Այս արյունահոսող կինը 12 տարի արյունահոսում էր, ամբողջ բժիշկները ասել են հնարավոր չի եւ իր ամբողջ ունեցվածքը ծախսել էր այդ բժշկության վրա, եկավ Հիսուսի մոտ ասեց հնարավոր է։ Հայրոսի աղջիկը 12 տարեկան մահացավ, չէ՞։ Նույնիսկ ասեցին, ինչու ես չարչարում վարդապետին, որ գա, արդեն նա մահացել է, որտեղ մարդկային մեր լոգիկայով, եթե աշխարհի հնարավորությունը վերջացել, ուրեմն վերջ։ Բայց Հիսուս ասեց հնարավոր է։ Ինչա քեզ պետք, մենակ հավատա, հնարավոր է։ Ինչա ինձ ու քեզ պետք, հնարավոր է, մենակ հավատանք։ Այստեղ Աստված ինձ ու քեզ ինչ-որ մի հատ բարդ բան ածև կամ ինչ-որ մի աքսիոմա չի ասում, որ լուծում չկա։ Մի հատ կարճ բան ասում, հավատա էլի։ Դժվար չի, չէ՞։ Ամեն։ Հալելույա։ Հավատանք, սիրելիս։ Ու նորից ուզեմ կրկնեմ Եբրայեցիս 13-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Հիսուսը նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Ամեն։ Հիսուսը նույնն է, սիրելիս։ Եթե նա 2026 տարի առաջ բժշկում էր, այսօր էլ է բժշկում։ Եթե բժիշկները քեզ ասեն վերջ, հնարավոր չի, վերջ, քո մոտ քաղց կգա, դու պետք է գնաս մահանաս, դու գնա Հիսուսի մոտ, հենց Հիսուսը ինչ ասում։ Կարող գնաս ինքնին, վերջ, հենց հիմա չորանում է, քոքից չորանում է, ու դու պետք է ապրես։ Ամեն։ Նորից եմ ուզում կրկնվել, եթե աշխարհը քո կյանքի վրա վերջակետ է դրել, Հիսուսը կարող է այդ վերջակետը սարքի ստորակետ։ Ես դրա մեջ համոզված կարամ քեզ ասեմ, որովհետև դա ես ապրում եմ մինչև հիմա եւ ապրելու եմ։ Ամեն։ Հնարավոր չի, որ Հիսուսի մոտ պատասխան չլինի քո այդ իրավիճակի համար։ Նրա այս սուրբ արյունը, որ գիտեք ինչ, հատուկ անձնական ամեն մեկիս համար է թափվել։ Գողգոթայի խաչից որ թափվեց այդ սուրբ արյունը, այսօր հոսում է այդ արյունը դեռ։ Հոգևոր եմ ասում, այսօր հոսում է։ Իրոք, այն խոցված ձեռքերը որ կան, դեռ արյունը հոսում է։ Մի օր ես տեսի աղոթքի ժամանակ, գիշերային աղոթքի ժամանակ, որ այդ ձեռքերից նոր հոսում է արյունը։ Ամեն։ Ուղղակի մենք պետք է խնդրենք, որ այդ ձեռքերը մեր վրա դրվի։
Հիսուսի ձեռքերը պետք է դրվի մեր վրա։ Մեր կենթանի Աստծու ձեռքերը պետք է դրվի մեր վրա։ Ամեն զորություն կա ազատելու եւ բժշկելու։ Զորություն կա ազատելու եւ բժշկելու։ Ինչպես Հիսուսն ասեց, միայն հավատա։ Բարդ բան չի ասում ես, սիրելիս։ Եկեք ասենք ճշմարիտ անկես, որ բարդ չի, չէ, ասում եմ միայն հավատա։ Հալելույա։ 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 Նա կենթանի է եւ այսօր նա ցանկանում է ինձ ու քեզ կենթանություն տալ։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի։ Նա կենթանի է եւ ցանկանում է ինձ ու քեզ կենթանություն տալ։ Եվ ինչպես այն բոլորը, ինչպես Մատթեոսի ավետարանի մեջ կարդացինք, ինչ է ցանկանում, ասես, եթե մենակ հպվես ինձ, ես կմաքրվեմ։ Ամեն։ Նա կենթանի է սիրելիս։ Հալելույա։ Մարկոսի ավետարանում կարդացինք, որ չարով լցված մարդը Հիսուսին տեսնելով ինչ արեց, ասում է եկավ ես երկրպագել։ Հալելույա։